Ամեն բանից առաջ փախ Տիրոջը։ Տիրոջ անունը փառավորի, քանի որ երեխան զայցին այսօր միատդարքի բանը ուզում ասեմ դրա վերաբերյալ, այսօր կանցնի հիմնական մտքին ինչի համար հենց այդ երեխեքի նման, ինչի համար։ Որտեղ երեխեք առանց հոր նոր փոքրիչ է, իրենց բան չի ներկայացում։ Պատկերացրել երեխան դասի քարչը, դիրություն չանել, ինչի։ Երեխան միշտ մոր կարիք ունի, որ կարիք ունի, չէ՞։ Աստված ուզում է, որ մենք որ վիճակի մեջ լինենք, որ կարիքի մեջ լինենք, միշտ երեխան իր կարիքը զգա։ Չկարա մեծանացնել իր երեխեն ես, հասկանում եք, ես ինձ ել եմ ասում, հասկնում ես, որ ես հասկնում եմ, բայց բան չեմ եկնեք, մեծանում եմ, հետո հասկնում եմ։ Երկու վեդրով կատես տվել, զրբիցերի թողին, Օման ասում, չէ, հավատքի մեջ էլ տես մարդիկ կա, հավատքի մեջ էլ տես մարդիկ կա, մեծանում են, արդեն ամեն բան գիտեն, ամեն բան հասկնում են, ճանապարհը իրանց համար հարթ է, էթում են, չէ, չեն մտածում ախր, երբ որ էթում է, չէ, ձեռքդ բռնում է, Աստված, երբ որ Իսրայելին տանում է, փոքր է, ձեռից բռնում է, բայց երբ որ Իսրայելը մեծացավ, սկսեց քասետը, սկսեց իր Տիրոջ դեմ հակառակվել, սկսեց երբ Տերը իր ձեռը թողեց, ասել թող էտան Տերամ ինչ է անելու իրանց վիճակը, Տերը ողորմություն անի, բայց ես որ ուզում եմ մի հատ ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնել, որտեղ Աստված սիրում է մեզ, չէ, սիրում է թե չէ, կարանք ասենք այո սիրում է, որ չսիրեք դուք ինչ գործ ունեի, այսօր Աստված հատուկ կերակուր է տալիս, գիտեք երկնային կերակուր է, դուք էսի մանանան այսի, երկնային մանանան, հոգևոր մանանան, այն մանանան կերան վերան, այս մանանան ու տողը հավիցյան կապրի, այս մանանան ու տողը հավիցյան կապրի, Աստծո խոսքը կյանք է, Աստծո խոսքը ուրախություն է, Աստծո խոսքը փշրող ուռճ է, Աստծո խոսքը կրանք է, փառք Տիրոջը, մենք դեռ մենք ինչեր ունենք մեր մեջ, կրանք ունենք մեր մեջ, մենք Աստծո խոսք ունենք, կյանք ունենք մեր մեջ, Աստծո խոսքը ուրախություն է, ասում է քո խոսքը գտածից պես կերա եւ իմ սրտին ուրախություն եղավ։ Թող Աստված օգնական լինի, մենք դրա կարիքը շատ ունենք, որովհետեւ ես մի առիթ եղավ, մի հատ շաբաթական հետ խոսում էի, դա շատ ամեն ձեւով դու հասկացնել, որ շաբաթօրը հանգստի օրն արդեն կա, պատվենք, պետք է օրենքը կատարենք, ասում որ օրենքը մեզ կատարես դեպ ուրեմն զոհաբերությունը պետք է անես, ուրեմն ինչ-որ գրվածային պետք է անես, ասում, բայց արի մի քիչ ուրիշ ձևի մտածի, կարաս ինձ ասեց, Աստծո հանգստի օրը ևս սկսվեց, չի կարողանում բան պատասխանել, դեռ շաբաթ օրն է, ասում ես շաբաթ օրը ոնց է, ինչ է, ինչ շաբաթ օր է, որ Աստծո հանգստյան օրը սկսվա, ասում ես ասեմ, երբ է սկսվա, ասում ասի, երբ որ խաչի վրա մեր բրգիչն ասեց, ամեն բան կատարվեցավ, այ Աստվածը տեղ հանգստացավ, որովհետև Աստված իր որդուն ուղարկել էր, որպեսզի մի գործ կատարի, որ ոչ ոք չկարողացավ կատարել է։ Մարդկության, հոգիների բրգության հարցը ամենածանր հարցն էր, որ ծանրացել էր Աստծո վրա, կարող ասեք, ոնց եք ծանրացել։ Տեսեք, աշխարհի ստեղծագործությունը, սկզբեն Աստված ինչ ստեղծեց, երկինք ու երկինք, գրված է, չէ՞, նույն ուրիշ թարգմանությունների մեջ գրված է երկինքները ու երկիր։ Այսինքն, որ հունարենը, որ նայում են, ավելի գորը ձևով, ասում է երկինքներն ու երկինք։ Բայց դա գլխավորը չէ, գլխավորը միտքը ուրիշ բան է։ Երբ որ ստեղծեց, երկիրը անձև էր ու դատարկ ու պարավ։ Ու խավար կար անդունդի վրա, և Աստված ասեց լույս լինի, և լույս եղավ, ու եղբայր այսօր ասել, չէ, որ լույս եղավ, ինչ է, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի հուսավորությունը Հիսուս Քրիստոսի դեմքում, մեր սրտերի մեջ, բայց հլա մենք գոյություն չունենք այդ ժամանակ, կարող մենք գոյություն չունենք, այդ այսպես ֆիզիկական մարմնով գոյություն չունենք, բայց մեր հոգիները կային, մեր հոգիները կային, որ պիտի գային այս աշխարհ ու պետք է այս ճանապարհով անցնեին, այդ ամենը կա, բայց էդի նախորդ մեր սրտի մեջ ծագեցրեց, մեր մեջ կար այդ սերն, այդ լույսը,
մեր սրտի մեջ կա Հիսուս Քրիստոսի դեմքում ենք Աստծո փառքի լուսավորությունը հասկանում, Տիրոջ անունը թող փառավորվի։ Եվ երբ որ մեր Փրկիչը եկավ երկիր, մինակ այդ նպատակով էր եկել։ Հայրը ինձ ուղարկեց մեղավորներին փրկելու համար։ Եվ Հիսուսը համարվեց մեղավորների բարեկամ։ Հիսուսը ամեն բան արեց, որպեսզի մարդկանց որդիների համար ճանապարհ բացվի դեպի երկինք։ Որտեղ Աստված ամեն բան գիտեր, Հիսուսի արյունը պետք է թափվեր, Հիսուսը պետք է մահանար, բայց այդ շաբաթ օրը, որ հանգստացան, չէ, հանգստի օր էր, Աստված լրիվ ուրիշ բան էր ուզում խոսալ, ոչ թե այն հանգիստ էր, որ ասենք Աստված, որովհետև աշխատ, Եսայի մարգարեությունը, երբ որ կարդանք, այնքան պարզ կլինի, թե որն էր այդ հանգստի օրը, որ Աստված այդքան ուզում էր, ասենք, հանգստանալ, այդքան ուզում էր և այդ օրը հատուկ սրբեց և պահանջեց, որպեսզի այդ օրը հարգեն, այդ օրը պահեն հավիտյան, ասում ես, այդ օրը որ պահեն հավիտյան, բա երկիրը պիտի անցնի, երևի շաբաթ, իրակի չել էր, ոնց է, էդի ոնց են պահելու հավիտյան, մտածում ես, բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին, որ Աստված Աքազին ասում է, Աքազը, այսինքն երբ որ Հուդայի վրա հարձակվեց Իսրայելի թագավորը, ասորիների թագավորի հետ միասին, ասում է ժողովրդի սիրտը այն թողացող ծառերի նման թպրտում էր, վախենում էին։ Եվ այն ժամանակ Աստված զգուշացրեց, ասենք թագավորի Հուդայից այդ մի վախեցի, այդ ծող հանող պատրույգներից չվախենան, դրանք ոչինչ են, դրանց խոսքերից մի վախեցին, Եսայի մարգարեի ճլով զգուշացում է, բայց այստեղ տեսեք Տերը նորից մի բան ասում, և Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ ասելով, մի նշան խնդրիր քեզի համար, քո Եհովա Աստվածանից, կամ խորը անդունդում, կամ վերը բարձունքում, բայց Աքազն ասաց, չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի, նա էլ ասաց, հիմա լսեցեք, ով Դավթիդուն, սա քիչ բան է ձեզի համար, որ մարդկանց աշխատություն եք տալիս, որ Աստծուն եք աշխատություն տալիս, սրա համար Տերը ինքը ձեզի նշան կտա, ահա կույսը կհղիանա և կծնի մի որդի, նրա անունը կկանչեն Էմանուել, որ դե ասենք գիտենք, չէ, նոր ուխտում երբ որ ծնվեց, Էմանուել, որ նշանակում Աստված մեզի հետ, ես չեմ ուզում գնամ այդտեղ, բայց ուզում եմ այստեղ ուշադրություն դարձնենք մի հատ ուրիշ խոսքի, ոնց թե Աստծուն աշխատություն տվի, իրոք Աստված աշխատեց, գործ արեց, որն էր այդ գործը, Էմանուելի աշխարհ գալը, կույսը պիտի հղիանա և ինչ անի, որդի պիտի ծնի և նրա անունը պիտի կոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ, և Տիմոթեոսն ասում է, Աստված հայտնվեց մարմնում, Փառք Տիրոջը, տեսնում ենք, որ մեծ հոգս էր, որ Աստված իր միածին որդին ուղարկեց, և Սատանան ինչքան ամեն բան, ամեն միջոցները անում էր, որպեսզի այդ բանը տեղի չունենա, այդ մանուկը չկարողանա կյանք ունենա, չաճի, այդ մանուկը սպանվի Հերովդեսի միջոցով, հիշում եք, Ռաքելի որդկանց վրա լացում էր ու չէր կամենում մխիթարվել, որտեղ չկային, որտեղ Հերովդեսը հրամանել 2 տարեկան, մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին սպանեցին, և ուզում եմ ասեմ, տեսեք, ինչքան ծանրություն, ինչքան դժվարություն էր, և Աստված, ասենք իրան Եգիպտոս տարավ, հետո եկավ, ասենք պատմությունը, գիտեք, չեմ ուզում այդքան խորանանք այնտեղ, բայց աշխատելու համար եմ ասում, աշխատանք, Աստված աշխատանքի մեջ մտավ այն ժամանակ, երբ որ ասեց, թող լույս լինի, մենք մտածում ենք, երբ որ սկսեց աշխարհը ստեղծել, սկզբեն Աստված երկինք ու երկիր ստեղծել, և անդունդի վրա խավար կար, մտածում ես, այս խավարը որտեղի և առավոտ ու գիշեր լինելով առաջի օր համարվեց։ Այդ օրը ոնց համարվեց առաջի օր, երբ որ մտածում ենք, հետո ոչ արեգակ կա, ոչ լուսին, ոչ աստղեր, հետո այդ արեգակ բան, դրանք սաղ 4-րդ օրը ստեղծվեցան, բայց այդ ոնց եղավ, որ էդի առաջի օր դարձավ, էդ ինչ լույս էր, էդ ինչ խավար էր, էդ ինչ հոգևոր, ասենք, մի վիճակ է, որի համար մեզի շատ դժվար է հասկանալ, որի մասին ասենք հետագայում տեսնում ենք, որ Եբրայեցի թղթերում ասում է,
ասում ասենք այդ մասին, թե ինչ է նշանակում հանգստի օր, Աստծո հանգստի օր ինչ է նշանակում։ Եվ Աստված 7-րդ օրում հանգիստ արավ իր բոլոր գործերիցը։ Եվ այստեղ դարձյալ ասում է, թե պիտի չմտնել իմ հանգստի մեջ, որովհետև մնում է, որ մի քանիսը նրա մեջ մտնեն, և նրանք, որ առաջուց ավետիքը առան չմտան անհավատության պատճառով, կրկին ուրիշ օր է հաստատում, այսօր Դավիթով ասելով այնքան ժամանակներից հետո, ինչպես որ ասվեցավ, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ էր տարել, նրանից հետո ուրիշ օրվա համար չէր խոսի, ուրեմն մնում է մի հանգստանալ Աստծո ժողովրդի համար, որտեղ նրա հանգիստը մտնողը ինքն էր հանգստացավ իր գործերից, ինչպես Աստված էլ իրեններիցը։ Նայում եք, նրա հանգիստը մտնողը խոսքը վերաբերում է նրանց, ովքեր որ Հիսուսին ընդունեցին, ինքն էլ հանգստացավ իր գործերից, այսինքն մենք էլ հանգստացանք մեր գործերից, ինչպես Աստված էլ իրեններից է, այսինքն Աստված էլ հանգստացավ իր գործից, որն է այդ գործը, երեք 16 Հովանով այդ բոլորից հայտնի է, բայց ամենակարևորը, որ Հիսուսը ասում է, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ և ես ձեզ ինչ կանեմ, հանգստություն կտամ և ես ձեզ կհանգստացնեմ, այսօր մենք գտել ենք այդ հանգստությունը ունենք, թե չունենք, իհարկե ունենք, մենք հույս ունենք, մենք ապագա ունենք, մեր նպատակը այս երկրի վրա ինչի, որ վայելենք երկիրը, աղաբերն, դու ինչի տակ է, ինչ է սատելու, սաղ աշխարհը կոնա, կեխմի կեխարա, հա, երբ որ ժամ եկավ, ռոմքերը տնկելու ես հետած, թողելու ես հետած, ինչ հավակել ես, մնալու է հետած, այն անմիտ հարուստի նման, հիշում եք, ամբարներս մեծացնեմ, ես ինչ հաջողություն է, ես ինչ օրնություն է, երկնքից Աստված, ես ինչ ծեղով անձի օրնում, փոխանակ մտած է, ախր, այն կողքից հարևան աղքատա, այն մեկը կարող է կարիքի մեջ է, ես կարողանամ մի քիչ սրան օգնեմ, մի քիչ նրան օգնեմ, ավելացածը գոնե չի ասում քո ունեցածը, ասում լավ, ավելացածը տուր այդ աղքատին, եւ կտեսնես, որ Աստված կօրհնի, բայց միտքը չաշխատեց միտքը, որպեսզի կարող լինի ուղիղ որոշում կայացնել, չհասկացավ, ասենք, Աստծո օրհնությունը ինչի համար է, չհասկացավ, եւ դրա համար, երբ որ ասում էր, ասեմ անձի շատ տարիների համար շատ բարիքներ ունես, կերխմի կերպարա, Աստված տիրոջ շտագնացից, Աստված այսօր քո հոգին առնելու է, այդ որ հավաքեցիր ում ամանալու, եւ երբ որ նայում ուշադրություն եմ դարձնում Տեր Աստված, էդի այնքան ամխելք է եղել, իրանից հետո ժառանգել չունեցել, որ կարողանա թողեսեք թողեմ տավուս, շատ հավաքված եք թողեմ տավուս, ենի աղջկացենի սրանենի նրան, ես հարազատից են հարազատին չետու, տեսեք, այնքան զբաղված է, որ չի կարողացել, ասենք, ճիշտ որոշում կայացնել, և նրանք ովքեր իրանց մտքի մեջ այդ ուղղությամբ տարված են, այդ նույն վիճակի մեջ են հայտնվում, որովհետև ամեն չարիքների սկիզբը արտադասերությունն է, ով Աստված ողորմություն անի, ես այսօր չեմ ուզում շեղվեմ այդ թեմայից, տեսեք, եթե ասում է Հեսուն նրանց հանգստության մեջ տարածնել, էլ ուրիշ օրվա համար չէր խոսվի, այդ որն էր այդ ուրիշ օրը, այեսի էր, Էմանուելը, որ պիտի աշխարհ գար, Աստված հայտնվեց մարմնում, սիրելի քույր եղբայրներս, այն գործը, որ Հիսուսը արեց, Աստված երկնքից հսկում էր, նայում էր, Հայրը նայում էր երկնքից։ Եթե հնարավոր է մի ուրիշ ճանապարհով այդ բանը թող լինի մարդկանց փրկության համար, բայց Հայրը ծածկեց իր երեսը, հնարավոր չէ, եւ Հիսուսն աղաղակում է, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Այո, որովհետև ուրիշ ճար չկար, Տիրոջ համար շատ ցավալի էր։ Ասում ենք անհնարին բան չկա Աստծո համար, այո չկա, բայց էսի անհնարինը արեց Աստված։ Ասեց Աստված արեց այն, ինչը որ հնարավոր չէր, ինչ որ մարդու մտքով չէր անցնի։ Աստված տվեց իր միածին որդին, ոչ էլ ախտով արեք ձեզի, չէ, սիրելի քույր եղբայրներս, իր սրտին ցավեր, ինքը լավ գիտեր, այդ փառաբանքը, այդ Գողգոթայի չարչարանքները ինքը լավ էր տեսնում Հայրը։ Դրա համար Հայրը փառավորեց իր որդուն, փառավորի քո անունը, ասեց փառավորեցի
Եվ դարձյալ պիտի փառավորեմ, Աստծո անունը թող փառավորվի։ Ահա գալիս է քո կամքը կատարելու ով Աստված, որտեղ Աստված այնքան սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին տվեց, որպեսզի ամեն ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մենք մտել ենք այդ հանգստի մեջ, Տիրոջ անունը թող փառավորվի։ Մենք ուրախություն ունենք, մենք ապագա ունենք, մենք հույս ունենք, եւ հույսը ամոթով չի թողնի, որովհետեւ մենք ինչ ենք անում, մենք հավատում ենք, դրանք ովքեր որ չհավատացին, չմտան այդ հանգստի մեջ, բայց մենք հավատում ենք, որ Աստված իր խոստումների տերն է, Աստված մեր ալֆան եւ օմեգան է, դեն որ սկսել է ավարտին կհասնի, քո նավակը չի խորտակվի ծովում, դու չես գնա ծովի անդունդը, որովհետեւ ինքն է կառավարում քո նավակը, հալելույա, քո ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի իր համար, քո զավակները իրանն են, դու քո ամբողջությամբ, երես եղած չեղածովը դու պատկանում ես իրան, եւ ինքը հոգս անում քեզի համար, եւ քեզի թողել է մի խոսք, որն ասում է ձեր բոլոր հոգսերը տվեք նրան, որովհետեւ ինքը ինչ անում, հոգս է անում, ինքը մտածում է քո մասին, քո ապագան իր համար հեչ չի, իր համար շատ մեծ բան է, քո մտածքով վրայով մեծ ծրագրեր ունի, բայց քեզանից մենակ մի բան է պահանջում, հավատա ու Աստծո փառքը պիտի տեսնես, ինչպես Մարիամին, Մարթային, հավատա ու Աստծո փառքը պիտի տեսնես, քո եղբայրը հարություն կանի, հա գիտեմ, հարության օրը, չէ, քո եղբայրը հարություն առնելու, այսօր հարություն առնելու, քարեն կոն տարի, խազարոս դուրս արի, տեսնում ենք, տեսան, մարդիկ տեսան այդ հրաշքը 4 օր բապ մեղելը, ոտքի կանգնեց, և շատ այդպես հրաշքներ էր անում, այդ նույն հրաշագործ Հիսուս, այստեղ այդ նույն հրաշագործն է, այսօր նույնն է, չի փոխվել, այսօր նույնը ամեն մեռածի, ամեն ընկածի կարող է կենդանացնի, ինքը ուզում է օգնի ձեզի, տեսեք, երկինք ու երկիր ստեղծեց, ամեն բան արեց, 4-րդ օրը ստեղծեց արեգակը, լուսինը, աստղերը, ժամանակների համար, այսօր ատոմային ժամացույցները, որ համարում են ամենաճշգրիտ ժամացույցները, որ չգիտեմ, մեկ վայրկյանի չգիտեմ, քանի միլիոն, թե քանի երրորդական մասով կարող է մի քիչ թերություն սխալ ունենան, այդ ժամացույցը, ատոմային այդ ժամացույցը ուղղում են տեհեզերական ժամացույցով, արեգակնային ժամացույցով ուղղում են, եթե հանգած մի քիչ շեղում է տեղի ունեցել, երկնային ժամացույցով, ատոմային ժամացույցներն են ուղղում, փառք Տիրոջը, տեսնում ենք Տիրոջ գործը կատարյալ է, Աստծո անունը փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, Աստծո անունը փառավորվի, երանի թե Սուրբ Հոգին բացի մեր աչքերը, մենք տեսնենք, թե մենք ում հետ գործ ունենք, երանի թե Սուրբ Հոգին այսօր հասկացնի մեզի, որ ինքը մեզի սիրում է, մենք որ ասենք ասում Սուրբ Հոգին, սենց ասել Սուրբ Հոգին, նենց ասել, մենք մարդիկ դեմ են, այն չէ Սուրբ Հոգին, ես եմ մարդեմ, չէ ասում եմ, կարող է պատահի ամեն այնտեղից ես եմ մարդեմ, կարող է պատահի, ես երկոր դենց տեսավալեսի, դենց մի բան եղավ, մտածում եմ, կարող է պատահի մարդ կորել է, Տեր Աստված, կարող է պատահի ես սխալվեցի, բայց Աստված օգնում է ինձ, ես մի բացատրեմ ոնց ասում, մեր աշխոտ քորոպորստեն Հայաստանում զանգեց խոսում ենք հեռախոսով, մեկ էլ ասում եմ, մեկը սենց մի բան ուզես սենց ասել էսյան անունը ասեց, որ չասեմ, չեմ ասում անունը բանման, մեկ էլ մի անգամից Սուրբ Հոգին ինձ ասեց, Սուրբ Հոգին ասեց, դες ինչ բան, ասել աշխոտ ես ինչ բան, յո, դու ասեք ես, ուզում եմ ասեմ, տեսեք, այսինքն էդի ինձի վկայություններ, որպեսզի ես համոզված լինեմ, Պողոս Արաքյալը, ասում է մեր զգացմունքները վարժված են տարբերելու չարի ձայնը ու Տիրոջ ձայնը, չէ՞։ Մենք նմանապես պետք է կարողանանք տարբերել սիրելի քույր եղբայրներս։ Մենք կարող է պատկապատայի Պողոս Արաքյալը ասենք էլի գրում է մենք անտեղյակ չենք սատանայի գործերից։ Գիտեք, ինձ մարդիկ են օգտագործում, որ սատանայի գործերից բաբշե բան չի հասկանում, մեկ էլ որ էդի չի օգտագործում, ասում է մենք անտեղյակ չենք, սա մենք գիտենք, սենց։ Այնպես, մեկ էլ սկսում են գժական բաներ անել, որ զարում են, սատանը մեր որ իրական, դան, կացով խփեն, իբր թե սատանը գլխին է խփում, չի չես նման, որտեղ ինչ վարդապետություններ են հորինում, իրանցից ինչեր են սարքում, իբր թե սատանան իրանց ոտքի տակ է, իրանք էս այդ տնաշեն,
Սատանեն ձեռը առում խնդում ակորեն, դու ես իմ չի գիտես ինչ ես ամազը բալասրան արկը չի աշխատություն։ Թող Աստված մեզ իմաստություն տա, թող իմաստություն տա, սիրելի քույր եղբայրներից, ես ուզում եմ ասեմ, մենք մտել ենք Աստծո հանգստի մեջ, ամեն բան հրաշալի արի Աստված, երբ որ նայում եք երկինքն ու երկիրը ստեղծել չէ, ասում եմ երկինքի ու ջրերի մեջտեղ հաստատություն ստեղծեց, հաստատություն արեց Աստված, հաստատություն շինեց, նայում եք ջրերի մեջտեղը հաստատություն արեց, որն է, որպեսզի հաստատության վերի ջրերը ներքևի ջրերից բաժանեն իրարից, ասում եմ եւ երկիրը երևա, եւ երկիրը երևաց, դե հարավոտ իրիկուն լինելով իրավ երկրորդ օր, եւ երրորդ օրը նույնպես հիմի, որ այդ երկիրը ամտես որտեղ ծև չուներ, չէ, երկիրը ջրերը մեկտեղ հավաքվեն երկրի վրայի, այսինքն բացման խոսեր, գիտեք ինչ տեղ ունեցավ, ջրերը լսվեցին, դարձան օվկիանոսներ, ծովեր, չէ, հետո ասենք լիճեր, էդի չի կարևորը, բայց ասենք նայում ես ինչքան հրաշալի Աստված արել, ինչքան հրաշալի արել, երկրի հաստատության երեսին ասում եմ, այդ հաստատությունը կոչվեց երկինք, եթե առաջին երկինքն է, որը մենք տեսնում ենք եւ հաստատության երեսին ասում եմ, թռչունները թող թռչեն, պատասխանում ես հաստատության երեսը որն է, այսինքն այնքան տեղը, որքան տեղ, չեմ եթե չեմ սխալվում 11 թե 12 կիլոմետր թթվածին գույություն ունեն, ինձ հետո այդ չկա, այսինքն այնքան տեղ, որտեղ որ թթվածին կարող են թռչել, այդքան այդ երեսի վրա, էլի կոչվում է հաստատության, այսինքն երկինքի, առաջի երկինքի երեսն է կոչվում, երեսի վրա ասում թռչունները թող թռչեն, նայում ես ստեղծագործությունը ինչքան գեղեցիկ է, ամեն բան, երկրի հողից թող անասուններ առաջանան, ջրից զգներ, մի խոսքով մեծ գետեր ստեղծեն, ամեն բան լավ արեց, բայց մարդուն հատուկ ձևով ստեղծեց, չէ, ու նրա հանգույցների միջից կենդանության շունչ փչեց, մարդը կենդանի հոգի եղավ, Տիրոջ անունը թող փառավորվի, հողից ստեղծեց, այո, եսի հողից է ստեղծված, բայց մեր միջի դրված հոգին, Աստծո արգելն է, Աստծո շունչն է մեր մեջ, սիրելի քույր եղբայրներս, եւ մենք դարձանք կենդանի հոգի, Աստծո անունը թող փառավորվի։ Ինչքան բարի ու ողորմած է մեր Տերը, ոնց երկիրի ստեղծագործությունը մենակ նայում ես, հետո որ նայում ես առաքյալներին, ոնց ինչ գեղեցիկ ձևով մեկնաբանում են, էլ ընդեղ թող շաբաթական կլինի, թող ադվենտիստ կլինի, դրանք նույն հետեւստեք, ասենք թե ինչ կբացատրեն մենակ այս համարը ցուցակապել, ասես այս համարը չես կարդում, գրված է ուրիշ օր արեց Աստված, քանի որ այն օրը, որը ուզում էին, որ հաճելի լինեին Աստծուն, այդ օրով բան դուրս չեկավ, ուրեմն մնում է մի հանգստություն Աստծո ժողովրդի համար, որտեղ նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերիցը, ինչպես Աստված էլ իրեններիցը, այսպես Դավթով ասելով այնքան ժամանակից հետո ինչպես որ ասավ, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, որովհետև եթե Հեսու նրանց հանգստի մեջ էր տարել, նրանից հետո ուրիշ օրի համար էլ չէր խոսիլ, ուրիշ օրի համար չէր ասել, ինչի համար ասում ուրիշ օր, որն էր այդ ուրիշ օրը, երբ որ մեր փրկիչը եկավ աշխարհ, Աստված մտավ այդ աշխատանքի մեջ, ոչ թե այդքան ինքը մտածում էր այս երկինք ու երկրի վրա այս հողի ցեմենտի, չգիտեմ ինչի մասին, իրան այդ այդքան չէր դարձնում, իրան ինքը լավ գիտեր, որ այսի անցնելու է, այլ մեզի համար պատրաստված է նոր երկինք ու նոր երկիր, որտեղ որ արդարությունն է բնակվում, Տիրոջ անունը թող փառավորվի, այսի մեր հիմնական բնակարանը չի, մենք այստեղ ժամանակավոր հյուրեր ենք այս հյուրանոցում, մենք թողելու ենք ու գնալու ենք, Տիրո անունը թող փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, մենք կարող ասենք պարտեզ Տեր Աստված, այս ինչ մեծ բաներ ես արել մեզի համար, ինչքան փառավոր է քո անունը, երևի մի անգամ առիթ կրնենք երկենք և երկենք, ինչ փառավոր է քո անունը, ամեն։ Հիմա չէ։ Հալելույա, ով կա, ով կա, ռադասը,